Մոռանալու և հիշելու արանքում կա մի կարևոր իրողություն, դա ժամանակն է։ Ի ժամանակի վկան այն հուշարձանները, որոնք պատմություն են կերտում։ Խորհրդային անցյալը վերականգնելու մեր հետազոտությունները կանգ առան Առափի գյուղում հիմնադրված Ուսմայրամ սրբավայրի պատմության ուսումնասիրության վրա։ Իմ հայրենիքում մի կողտրիկ անկյուն կա, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա, Ախուրյան գետի, Աճավի։ Այս հարազատ անկյունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում է, արհեստներ ու արվեստների մայրաքաղաք Գյումրիից 7 կիլոմետր դեպի արևմուտք։ Սա մեր սիրելի Առափի գյուղն է, բազում փորձությունների միջով անցած, տարբեր դարաշրջանի փոփոխությունների ենթարկված, բայց միշտ կանգուն։ Իր հնաբնակների համով հոտով պատմություններով, մարդկանց բնավորություններով, կենցաղով ու սովորություններով։ Գյուղի հիմնադրման մասին տարբեր մոտեցումներ կան։ Ամենատարածված մոտեցման համաձայն գյուղի հիմնադրվել է 1720 թվականին։ Գյուղի նախկին անվանումը եղել է Օջաղուլի։ Խորհրդային տարիներին 1946 թվականին գյուղը վերանվանվել է Առափի։ Գյուղի բնակիչների նախնիների մի մասը եղել են տեղացիներ, մյուս մասը գաղթել են Մուշի և Կարսի շրջաններից։ Երկու դարաշրջանների խորհրդային և հետխորհրդային հասարակարգերում է ապրել գյուղի ամենատարեց կենդանի վկան՝ Վազգեն Հարությունյանը։ Մեր գյուղում իսկական բնակություն հաստատվել է հայերի կողմից 1730 թվականին։ 1730 թվականին Վանի, Մուշի, Խլաթի շրջանի Կոչյան գյուղից հայերը գաղթել են այն ժամանակ մեր գյուղում, ուրեմն թուրքեր են եղել, թուրքերը քաշվել են դեպի իրենց սահմանը, եկել են բնակություն են հաստատել մեր գյուղում 1730 թվականին, ընդ որում գյուղի առաջին բնակիչներ եղել են իմ պապերս։ Իր պատմության ընթացքում Առափին կենսագրություն է կերտել և այդ կենսագրության էջերում բազմաթիվ կարևոր տարեթվեր ամրագրել։ Տարեթվեր, որոնք նրա գոյության ճանապարհի նկարագիրն են ներկայացնում, բնորոշում նրա մարդկանց, մարդիկ, որ շենացրել են իրենց օջախը և այդ շենի պատմություն է հյուսել։ Գյուղի պատմության հետ սերտորեն առնչվում է 1877 թվականից 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը, որի ժամանակ Հայաստանում կառուցվել է առաջին մետաղյա կամուրջը, ապահովելով ռուսական բանակի անարգել կամությունը Ախուրյանի վրայով և Կարսի գրավումը։ Առափիի համար փախտորոշ են համարվում 1918-ից 1920 թվականները։ Գյուղը թուրքական զորքերի կողմից ենթարկվել է թալանի, որից հետո անմեղ և անպաշտպան ժողովուրդը թողնելով իրենց բնակավայրերը, ապաստան են գտել այլ վայրերում, հասնելով անգամ մինչև Երևան։ Թուրքական բռնաճնշումների պատճառով գյուղը դատարկվում է, սակայն խորհրդային տարիներին բնակչությունը հնարավորություն է ստանում հետ վերադառնալու։ Առափիում բնակություն էին հաստատում նաև եզդիներ, ովքեր ունեն իրենց մեծ ներդրումը գյուղի պատմության կերտման գործում։ Գյուղի հավատքը անսասան պահելու նպատակով Աստծո զորությանն ապավինելով Առափին ունեցել է նաև եկեղեցի, որի մասին մեծ տեղեկություններ տվել են գյուղի հնաբնակները, սակայն խորհրդային ժամանակահատվածում հակակրոնական քարոզությունը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նաև Առափիի հոգևոր կյանքի վրա։ Ստալինյան բռնաճնշումները հասան նաև մեր գյուղ։ 1930-ական թվականներին խորհրդային Հայաստանում փակվել էր մոտ 800 եկեղեցի։ Առափիի գյուղական եկեղեցին հիմնահատակ քանդվածների հիմնում էր։ Խորհրդային տարիներին ընդհանրապես կրոնը անտեսված էր և շատ նշանավոր մարդիկ, որոնք որ 1937-38 թվերին հարում էին դեպի կրոն, նրան աքսում էին, նրան բանդարկում էին։ Եվ շատ մարդիկ մեր գյուղից ունեցել ենք մենք սեփական տերձեր և մեր ժամը գտնվել է Աչման գյուղապետարանի տեղում։ Ինչքան էլ խորհրդային հակակրոնական դաստիարակությունը մտնում է գյուղի ամեն տուն, ամեն օջախ և արգելքներ դնում մարդկանց կրոնական հավատալիքների վրա, բնակիչները, լիներ գաղտնի, թե բացահայտ, իրենց բնակության տարածքներում հիմնում են մատուռներ, կատարում ծիսական արարողություններ, մկրտություններ և բավարարում իրենց կրոնական պահանջմունքները։ Հաջողություններն են, որ իրենց սրբազան պարտքը կատարելու համար, ուրեմն գյուղի ժողովուրդը ամեն շաբաթ կիրակորեն բարձրանում էին և ուրեմն կատարում էին մոմավառություն։ Գյուղից հյուսիս, բարձրադիրասվայրում կառուցված Ուսմայրամ մատուրը դարձել է Առափիի բնակիչների ամատանունը։
զորության ու անսասան հավատի խորհրդանիշը։ Մատուռի հիմնադրման պատմությունը հերոսական քայլ էր, որ իրականություն դարձավ խորհրդային տարիներին մեծ չափի հասնող հակակրոնական քարոզչության, շարունակ տեղի ունեցող հետապնդումների պայմաններում։ Գյուղը յուրաքանչյուր բնակիչ անկախ հասարակության մեջ ունեցած դերի ազգային պատկանելությունից իր անձնական հիշողություն ունի մատուռի կառուցման մասին։ Արաբիում ամուր արմատներ ունեցող Եզդի Սուլեյմանն էլ ձեռնամուխ եղավ այդ շուրջ գործի իրագործմանը։ Չնայած խոչընդոտների, նա կարողացավ համառություն դրսևորել եւ ժայռից փոխված քարավեկորներով սրբավայր կառուցել։ Մեծացել եմ խորհրդային հասարակարգում, իսկ բոլորդ երևի ավելի լավ գիտեք, որ խորհրդային հասարակարգում արգելված էր սրբերի, մատուռների, եկեղեցիների այցելությունը։ Տատս տերտերի թոռ էր։ Ոչ մեկը չէր կարող նրան կանխել, որ մենք չայցել էինք Կուսմայրան։ Եվ ինչ է լինում, մենք գնում ենք ամեն կիրակի։ Մոմերը տատս վերցնում էր, ձեռքերս բռնում եւ գնում էինք։ Ամեն գնալուց մի հատ աղաբեկված տեսարաններ էինք աղանատես լինում, քարերը շուռ էր տված, գերեզմանածը փակված էր խողով կամ քարերի կույտով, այդ փոքրիկ թաթիկներով ես ու քույրիկս մաքրում էինք, դա պարտադիր բացում էինք, որ խաչը երևար, պարտադիր, տատս սկսում էր քարերը դասավորել, շարել, եւ այսպես բազմաթիվ անգամ։ Արաբի գյուղի ցանկացածերով պարտադիր կիրակի օրերը գնում եմ մոմավառության այնտեղ, պարտադիր էր տարել բոլորի մեջ, դա այնպիսի տեղ էր, որ հավատքով էին գնում եւ զորությունը կար։ Իսկ ինչպիսի վերաբերմունք է ունեցել տեղական իշխանությունները այն մարդկանցնկազմամբ, ովքեր որևէ առնչություն են ունեցել մատուռի կառուցման հետ։ Հատկապես կոմունիստներն էին խիստ հետևողական աշխատանք տանում, որպեսզի մատուռը գոյություն չունենա, քանդում էին, բայց դա մենք չէինք տեսնում, երևի գաղտնի երեկոյան կամ գիշերը գնում էին, քանդված էինք տեսնում, բայց Սլոպապը պահպանում էր դա, չէր թույլ տալիս երբեմներ։ Քարագործ վարպետի դրած հիմնասյունը 2 հայ եւ եզդի ժողովուրդների հավերժ բարեկամության վկայությունն է նաեւ։ Սուլեյման Քանաշյանի ժառանգներին գտնելու մեր ուղևորությունները մեզ հասցրեցին Վաղաշապատի տարածաշրջանի եզդիաբնակ Ֆերիկ գյուղ, որտեղ ապրում է վարպետի դուստրը, բանաստեղծուհի Անահիտ Շարոևան։ Մատուռը մի երկար սեթ տապանակար էր։ Վրեն շատ ցածր մի մետրի 3.80 բարձրության սթից քարերով շարած այնքան, որ անձրև չկար տապանակարի վրա։ Մեկ է ժանգոտած ժիշտ էր գծած վրեն, ծածկված որպեսզի, բայց ամեն շաբաթ, ամեն կիրակի շատ խոսք կար դեպի Կուսմայրան։ Գալիս աղոթում էին, մոմեր էին բերում, մոմեր էին վառում, նույնիսկ Լեռնականից տարիկար որ կանայք հետները փոստ, ոչխարի փոստը կուլուլած շունչի մեջ հրում էին, զնգի էին գալիս այդ փոստի վրա զնգացող աղոթում էին, փոքր քիչ կարի անցնում։ Մենք էլ երեխեք էինք չենք հասկանում, իրանք որ ձեռքերը բանում ունեմ, աղոթում էին այլ աղջիկներով, սենկյուշներից ես էի մենակացության եզդի, իմ հայրերով, բան հետաքրքրության համար, որ դեմ շատ է գալիս, մենք իշտ անտեսինք էլ ինչ են անում, աղոթում էին, նույնիսկ լացուր, խնդրում էին խաղաղություն, հացին եժանություն, մահին թանկ։ Դենց տարիներ անցած երազում էր պապաս, որ Կուսմայրանը կառուցի, այդ քարերը չլինի, որ այսօր կարող շատ կար։ Քար բերեց, հանգիրից գնաց Պերկյուրին մոտիկ հանգ կա երևի կգիտենակ էլ, բերեց իրեք սրա շարեց, Մելիք պապը այն ժամանակ գյուղսովետի քարտուղար էր, այդ որ թվերինը, որ ես ասում եմ, այսօրվա պես հիշում եմ, ուրեմն զանգել էր միլիցիա այն ժամանակ, չէր կարելի խորտ այն ժամանակ, որպեսզի սուրբ եկան միլիցիայի պապայից բռնեցին տարան, Բիլիսով եկան բռնեցին տարան, արդեն ուշ ժամ էր, մամաս լացում էր, թե կարող է պատճթողան, կարող է սինջեր եկին, ես ես փոքր երեխեքից ոչ պահեմ, եկան բռնին տարան, մեզ օտարած գերբեք չենք զգացել, շատ ցավատ, ոնց ասեմ, հարազատորեն մոտեցեմ, մենք Արաբիում և Հայաստանում, մենք մեզի օտարած գերբեք չենք զգացել։ Արաբիում միմյանց հետ կողք կողքի ապրող երկու ժողովուրդների ներկայացուցիչները կիսում էին իրենց ուրախությունն ու վիշտը։
երբեք եզդի բնակիչներն իրենց օտար չեն զգացել։ Դու մի ասա, միլիցեքը ոչ ծեծել էին, մեր միլիցեն շատ դաժաներ ծեծել պալպայից, Երանի այդ ծերերի ծելներ պատմի իրականությունը, որ դուք էլ ճիշտ հաստատ իմանայիք, որ ծեծել էր, թևերը կպել էր դուշից, միլիցի թևերը դուշից էր կպել։ Բաբաս ծելներ, թե ես ցավ չեմ զգում, թևերը դուշ կպել եք դուշից էտ, ես տան կուսմայդան ասնեմ, ու թևերը բան կլինի, կբացվի։ Բիլիսն անցել գնացել էր կուսմայդան մեր կայնի, իջել էր ծնգաչոք, մտել էր կուսմայդան, իրոք իրա թևերը բացված, Բիլիսը տայից իջարցած եկավ մեր տուրը կայնա, երեխեք ճավ, ներս մտան, ներեղություն խնդրեցին մամայիցս, մեզնից, հարևաններից, որ կներեք զանգել են, չի կարելի, որպիսի մատուր կարուծեն կամ սենց, դեն ժամանակ չէր կարելի։ Ուսել էր, կուզես կարուծե, արդեն դու գիտես, կուզես կարուծե, կուզես կարուծե։ Խորհրդային միության փլուզման նախօրեին կրոնական սահմանափակումների մեղմացումն իր դրսևորումն է գտնում Արապի գյուղում, եւ արդեն խորհրդային միության փլուզումից հետո նոր թափ է առնում կրոնական վերածնունդը։ 1975-ից 1991 թվականների ընթացքում կուսակցական տարբեր պաշտոններ զբաղեցրած 30 տարի Արապի համայնքը ղեկավարած Ալբերտ Այվազյանն իր հիշողություններով կիսվում է մեզ հետ։ Ես Արապում աշխատել եմ շարքային կողմնակցական, աշխատել եմ գլխավոր գյուղատնտես, ընդրվել եմ գյուղական խորհրդի դեպուտատ, հետո արդեն չէ, գյուղապետ եղել եմ Երգիրի քանդվելուց հետո։ Ճիշտ է եղել է, աթեիզմ եղել է այն ժամանակցում, բայց խոդենց ձևական եղել է, բայց մարդիկ, ես կոմունիստ եմ եղել, բայց եկեղեցել եմ, գնաց եմ, մոմել եմ վարել, իշ մարդել է դուչիս է դրքի եկեղեցի կերպես։ Այդ մատուրնել եմ գնացել աշակերտներն եղել քննությունների ժամանակ կերտային տասան երեխեքով մոմը վարենք, որ քննությունը բարձրացնենք, դու չեք երտար, ճիշտ է խանգարել, իշ մարդը ճիշտ եմ չի կերտար, իրավունք չունի կերտելու Հենց այդ նույն դպրոցի դիրեկտորությունը կարող է պատասխանես տունը սուրբ կարտել։ Այդ մատուրը գնալու համար ոչ մեկից թույլտվություն առնել պետք չէ, ով ում երբ պետք է ժամինի կերտար ոնց որ հիմա։ Ու որևէ մարդ իրանց խոչընդոտ, որևէ մեկին խոչընդոտ չի հանդիսացել, որ ինչի կերտալու իրավունք չունենք եւ այլն եւ այլն։ Նման բան չի եղել հաստատ։ Իսկ հատուկորեն նշված է։ Չէ։ Իսկ ծիսակատարություններ անել է, կնոն կանել է Անաները ով երբ ուզենում է ժամանակել անում էր, Սուլեյմանի շատ մարդ օգնել, Թելմանը առաջի օգնական հարավորից հարգուր, փողեր հավաքվեցին, անարեցին, դրամահավաք եղավ, անգանանգություն էլ եղավ, մարդիկ կնում են հարավորից մինչև զգում բանվորություն էին անում, ցեխ էին տալիս, ցեխ էին բերում, կար էին բերում, մոտեցնում Սուլեյմ, սրաները դաշնակներն անում էր։ Խորին խոնարհումս բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ, սերունդներիս, ավանդել են այնպիսի արժեքներ, որոնց կրողը լինելով արժանապատվորեն կարող ենք ասել. Ես ամուր կանգնած եմ հայրենի հողիս վրա, որովհետև այստեղ իմ պապերն են ապրել։ Անսասան է մեր հավատը, անզոր է այն կոտրել։ Հույս Մարիամ մատուռը հույսի, հավատի, խաղաղության սպասումի, ապակայի լավատեսության հանգրվան է յուրաքանչյուրիս համար, կանգուն վկան մեր հավատամքի։